ուզում եք նախ շնորհավորանքից սկսել, բայց մի թեմայի մասին շնորհավորանքով, որը շարունակում է այս իշխանությունների հոգեխանգարումքի հասցնել, մենք երեք տեսանք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը պարզապես բղավում այն մասին, որ Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղյան շարժում չկա, ծեփելու եմ, կզացնելու եմ, պատերով եմ տալու, հա, սպառնում եմ, այսպիսի բառեր, մենք հեսա կլսենք, հա, ինչեր էիք բղավել երեք, խնդրեմ։ Նախ ուզում եմ ողջ հայ ժողովրդին եւ Արցախահայերին, հայրենիքից զրկված Արցախահայերին շնորհավորել 1992 թվականի մայիսի 19-ի մեծ հաղթանակի կապակցությամբ։ Այդ օրը բացվեց Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհը։ Առաջինը Լաչինի միջանցք Հայաստանի կողմից մտավ Աշոտ Մինասյանի, Հովիկ Ազոյանի սիսական ջոկատը, որի կազմում նաև ես էի։ Մենք մտանք Լաչինի միջանցք, ազատագրեցինք, դիմավորեցինք Արցախի ուժերին հենց Լաչինի կենտրոնում եւ դա մեծ ցնծություն էր։ Այնուհետև երեկոյան Ստամբուլցյանի Շարասյունը օգնության առաջին Շարասյունի հետ միասին ես որպես ռազմական կցորդ եւ ուղեկցող մենք եղանք Ստեփանակերտում եւ տեսանք թե ինչ ցնծություն է ապրում Ստեփանակերտը Արցախը այդ միասնությունից այդ կյանքի ճանապարհի բացումից մենք բոլորս չգիտեինք որ կգա Նիկոլ Փաշինյան դավաճան կապիտուլյանտ հակահայ թուրքամոլ թուրքաստրուկ թուրքական ապրանքը եւ այդ ճանապարհը կտա թուրքերին եւ ոչ միայն կտա թուրքերին այլ նաեւ Արցախը կհայաթափի եւ հայաթափելուց անգամ հետո նա ասում է Ղարաբաղյան շարժում չկա Նիկոլ Փաշինյան Ղարաբաղյան շարժում կա եղել է ու կլինի Ղարաբաղի համար պայքարը հայ ժողովուրդը մահմեդական թուրքական տարերի դեմ 300 տարուց ավել կռվել է պահպանել է ինքնությունը մինչև քո նման խորամանկ թուրքից ծախված դավաճանը չեկավ եւ Արցախը չհանձնեց Թուրքին դու ես Արցախը կործանել դու ես Արցախը հանձնել ես Արցախ ազատագրել եմ եւ դու ինձ պատասխան պետք է տաս գիտես երբ 38 մարդ ես կալանավորում քրեական գործ ես հարուցում դա չի նշանակում որ ժողովրդին դու կարող ես լրացնել ոչ 38-ը դարձել են արդեն 3 միլիոն եւ քեզ ոչ ոք այլևս չի ընդունում Այն որ դու ավտոբուսներով պատտում ես փողով մարդկանց այստեղից այնտեղ, այն որ դու քաղաքական մանիպուլյացիաների ես դիմում, որպեսզի ցույց տաս, որ այ գիտեք, զինված հարձակում են նախապատրաստում ինձ վրա, այդ բոլորը սուտ են։ Դու պարզապես վախեցած ստոր, վախկոտ գարշանք ես, դավաճան ես։ Հասկանում ես քո բառերով ասեմ, դու համբալ ես։ Դու ուղղակի համբալ ես, դու կզած ես, հասկանում ես, դու ուղղակի ստահակ ես, Զարուհի Փոստանջյանը ստահակ չէ, դու ես ստահակ, Զարուհի Փոստանջյանը ամբողջ կյանքում պայքարել է Հայաստանի համար, իշխանության դեմ է պայքարել, իշխանության համար է պայքարել, իշխանության կողքին է կանգնել, բայց նա արած յուրաքանչյուր քայլը եղել է հանուն Հայաստանի, իսկ քո արած յուրաքանչյուր քայլը հանուն Թուրքի է։ Հանուն Թուրքի է։ Դու ասում ես ինչքան մարդ է զոհվել, դու անգամ անհետ կորածների թիվը չգիտես։ Դու ասում ես 5000, դա ձեր երազանքն էր։ Ես ասում եմ, որ դու սպանել ես 13000, Արցախյան պատերազմի ժամանակ դու սպանել ես 13000։ 7500 մարդ սպանվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, բայց ոչ ոք Լևոն Տեր-Պետրոսյան չի ասում դավաճան։ Որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարել է հանուն ազգի։ Որտեղ այդ 7500 հաղթանակ են բերել։ Այդ 7500 հպարտություն են բերել մեզ։ Իսկ քո օրոք սպանվածները հասկանում ես, անմեղ զոհեր են եղել։ Քո կողմից կազմակերպված սպանդի զոհեր են եղել։ Հասկանում ես։ Ես ասում եմ 13000 են զոհվել։ Ցույց տուր, անցել է 6 տարի ցույց տուր այն ցուցակը, որ կառավարությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը զոհվածների
ցուցակը հրապարակել է պաշտոնապես։ Ազգային ժողովի ամբիոնից քպայական ոհմակի կողմից 15 թիվ է հնչել։ Մեկը մեկից տարբեր։ Ես ասում եմ, մոտավորապես 10,000 զոհ ենք տվել, 11,000 վիրավոր ենք տվել, որից 3,000-ը հաշմանդամ են դարձել։ Ինչու եմ ասում 10,000 զոհ ենք տվել, որովհետև 2019-20-21 թվականի ծնելիությունների ու մահվան վիճակագրական վարչության հրապարակած թվում, եթե 19-21 թվականին աճ եղել է 10,000, այսքան 10,000 այդքան, 2020 թվականին եղել է 170, այսինքն 10,000-ը բացակայում է 20 թվականին։ Այն դեպքում, որ 20 թվականին կորոնավիրուսի հետ կապված բժշկական օգնությունների կատարյալ օգտագործման պատճառով 20%-ով մահերի թիվը նվազել է Հայաստանի Հանրապետությունում։ 500 հոգի զոհվել են, 11,000 վիրավորներից են զոհվել, մահացել, դրանից հետո երկու պատերազմներին զոհվել են եւս 400 մոտորապես, 400 հոգի բանակում է զոհվել քոորոք եւ 1700 արցախցիներ են զոհվել։ Այդ տականքը, այդ Նիկոլ Կոչեցյալը ասում է դուք ինչու եք կենթանի։ Հիշում ես Նիկոլ, որ ասի ես այդ համաձայնագիր կնքել եմ, որ փրկեմ կյանքեր։ Եվ քպայական ոհմակը փրկության դրոշ էր բարձրացրել։ Բա դու ես փրկել։ Կապիտուլյացիա ես կնքել, որ փրկես։ Հիմա ասում ես ինչու եք փրկվել։ Եվ քո նման ոչնչությունն ասում է 50 կիլոմետրանոց շարասյուն էր, այո, երեխաներին պետք է հանեին, որովհետև օդային հարվածներ դու հոպը ոչնչացրել էիր, որպեսզի օդային հարվածներով խեղճացնեն, եւ օդային հարվածներից էր մեր հիմնական զոհերի թիվը։ Մարդիկ իրենց երեխաներին հանել էին անվտանգ տեղ։ Բա չհանեին։ Դու ասում ես փախել են, ես եղել եմ Ցորում։ 44 օրյա պատերազմի երկրորդ օրը ես եղել եմ Ստեփանակերտում։ Արկա է նաև այնտեղից ես մեկնաբանություն եմ տվել, կոչ եմ արել ժողովրդին միավորվել հանուն հայրենիքի։ Ինձ թվում էր, որ դու դավաճան չես այդքան, որ Արցախը տաս։ Ցորում ես տեսել եմ դաշնակցական գումարտակը, հերոսների այդ գումարտակը։ Ցորում ես տեսել եմ ինչպես են ղարաբաղցիները զենք ստանում մասսայական, մոբը ինչպես է զենք ստանում։ Հաջորդ օրը մենք եղել ենք Հադրութի գնդում գիշերը։ Եղել ենք Հադրութի գնդում եւ մինչեւ մեկ դիրքեր գնալը, Հադրութի 144 դիրքա գնալը։ Ես տեսել եմ ինչպես են հազարավոր ղարաբաղցիներ զենք ստանում եւ մեկնում ռազմաճակատ, հազարավոր։ Դու փախած ես անվանում Ղարաբաղցին, այ ստահակ ոչնչություն, այ վախկոտ ոչնչություն, հարբեցող ծաղրացու ոչնչություն։ Դու այն Ղարաբաղցուն ես ստահակ ասում, ով իմ աչքերի առաջ իր որդու աչքերը փակեց։ Դու փախած ես ասում այդ Ղարաբաղցուն։ Հայր եւ որդի նույն դիրքում էին կռվում։ Հայր եւ որդի նույն դիրքում էին կռվում։ Դու ասում ես սպաները փախել են, տականք, իշխանի ոտքի տակի կեղտը չարժես։ 30 տարեկան այդ լեյտենանտը, 10-րդ մարտական հենակետի այդ լեյտենանտը, մինչև վերջին օրը պայքարում էր, կռվում էր։
Լավ էլի անջատ էս շիզոֆրենիկ թուրքի ձայն անջատի։ Դա այդ ելույթը, այդ հիստերիան դիմում էր Էրդողանին եւ Ալիևին, որպեսզի ասի ես ինչքան հերոսաբար եմ պայքարում ձեր շահերի համար։ Տեսեք ինչ եմ անում Ղարաբաղ անուն անգամ ջնջում եմ հայ հիշողության մեջ։ Դա վախից ծնված բառեր են։ Համբալ ստահակ։ Ղարաբաղում ապրել 150,000 հայ։ Զոհվել են 2,000-ը։ Վերջի պատերազմի ժամանակ, իսկ նախկին պատերազմի ժամանակ եւս 4,000 են զոհվել։ Հասկանում ես ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Եվ ինչ է արել Ղարաբաղի կլանը։ Ղարաբաղի կլան չի եղել։ Դա քո նման տականքի ստեղծած միֆն է եվրոպացիների հետ միասին։ Դու ինչ իրավունք ունես տականք ես ասում մարդկանց։ Ինքդ լինելով տականք։ Ես կուզեմ, Մարիամ, Վազգեն Սարգսյանի խոսքերը Ռոբերտ Քոչարյանի մասին տնեք։ Ես խնդրում եմ դրեք դա։ Եկավ Հայաստան, երբ Հայաստանի Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան, երբ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի բյուջեն, քաղաքական կյանքը գտնվում էր կաթվածահար վիճակում։ Դա այն պահն էր, երբ գոնե պաշտպանության նախարարությունից Հաջի Հայտնի, ես արդեն 2-3 ամիսի անգամ բարելիքի փող չէի ստանում։ Երբ վճարված չէին ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, երբ բյուջեի փող չկար, երբ քաղաքական վիճակը այնքան սրված էր, յուրաքանչյուր պահի նոր ցնցում, նոր կատակլիզմներ էին սպասվում։ Եվ համարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը երբ քաղաքական առումով, երբ տնտեսությունը զարգացնելու կամ գործադրելու եւ աշխատունակության առումով լավագույնն է։ Իսկ այդպես էլ կա։ Դա այդ պատճառը Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան։ 9 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հրաշքներ գործել չէ տալու։ Բայց 9 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց 12 ամսվա բյուջե կատարել։ Հաջողվեց կայունացնել տնտեսությունը։ Հաջողվեց վճարել բոլոր պատկեր աշխատավարձերի թոշակներին։ Հաջողվեց ստեղծել պլատֆորմ, որից այն կողմ 98 թվականին, 99 թվականին, եթե չլինեն քաղաքական վայրեվերումներ, Ռոբերտ Քոչարյանը եւ իր կառավարությունը անկասկած ունենալու լուրջ հաջողություններ։ Ռոբերտ Քոչարյանը հավատում է դրան, նա աշխատում է օր ու գիշեր։ Մարիամ, վերջ։ Տեսեք, այդ պարանոիդ շիզոֆրենիայով տառապող հայատյաց հայ չսիրող ոչնչությունը Ղարաբաղյան կլան է ասում, Ռոբերտ Քոչարյանին է ասում։ Լսեք Վազգեն Սարգսյանի խոսքերը։ Այն Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ այս պետությունն է հիմնել, Ղարաբաղյան շարժում է հաղթել, բանակ է ստեղծել, օր ու գիշեր աշխատելով։ Իսկ հիմա մի ոչնչություն, որը եկել է եւ մի ամբողջ երկիր է կործանել, այդ ոչնչությունը կլան է ասում մարդուն, ով փրկել է Հայաստանն ու Արցախը։
Դու մարդկանց ասում ես ինչու եք փախել, իսկ դու ինչու ես կենթանի մնացել։ Չէ՞ որ դու գլխավոր հրամանատարն ես, դու պետք է զոհվեիր։ Քո տղան պետք է զոհվեր, որի պատճառով հարյուրավոր զոհեր տվեց հայոց բանակը։ Ինչու՞ չես զոհվել։ Սեյան ճիշտ է ասել, դու ես պարտության պատճառը եղել, որովհետև մնացած 283 կիլոմետր սահմանից այն հատվածի, որի պատասխանատուն դու ես եղել, այդ հատվածով է թուրքը հաղթել ու մտել եկել հասել Հայաստան։ Դու ես փախածը, դու ես վախկոտը։ Եվ հետո, քանի որ դու անգրագետ սատկում ես, Նիկոլ Փաշինյան, ես քեզ ասեմ մի բան, գոյություն ունի ռազմական կառավարում, եւ այդ ռազմական կառավարման մեջ վճռորոշը պետությունն է։ Պետությունը դավաճանել է Արցախցուն, պետությունը դավաճանել է հայ զինվորին, հայոց բանակը, դու ես դավաճանել քո գլխավորությամբ։ Այդ ոհմակդ, որը շուն ու շանգալի տեղ է դրել անգամ իր օգնականներին, դուք տեսել եք Պապիկյանի կադրերը, որ ինքը մեքենայով ինչ-որ մի այդ իբր թե մարդու իրավունքների պաշտպանի հետ գնում է եւ օգնականները շուն ու շանգալի նման մեքենայի հետևից վազում են։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Դրանից ավելի վիրավորանք հայի հանդեպ չկա, թքել եմ ձեր կերած կաթի մեջ։ Դուք մարդ չեք։ Դուք ընդհանրապես աշխատավարձով ձեր հայրենիքը վաճառած ոչնչություններ եք։ Եվ երեք Նիկոլ Փաշինյանը բացեց իր դեմքը, նա էլ ոչինչ չունի անելու։ Ժողովրդին չի կարող ասել, տեսեք ինչ սուտ են ասում, այսօր ես փողոցով քայլում եմ ու պլակատի վրա գրված է կառուցել են 300 դպրոց։ Մեկին ասում եմ դե դպրոցներ է կառուցել, ասեմ քանի դպրոց է կառուցել, չգիտի, բայց գրած է 300, 14 դպրոց է կառուցել Նիկոլը, 231-ը փակել է, եւ ասում է կառուցել են 300 դպրոց, սուտ։ Ահա Նիկոլի էությունը, սուտը հիստերիան, եւ գիտեք ինչ, Աննայից փորձեցին իբր թե բաժանման բան թեկուզ երբեք էլ միասին չեն եղել, Աննան իր կյանքով է ապրել, Նիկոլը Աննայի ոտքերի տակ ընկած, ինչպես հիմա Ալիևի ոտքերի տակ ընկած փալասն է եղել, Աննան իր կյանքով ապրել է, Աստված իր այդ Աննան չեն քննարկում։ Տեսա որ ժողովուրդը չխղճաց Նիկոլին, նոր օպերացիա են մշակել, որը անգամ Դանիել Իոնիսյանը անվանել է հիմարություն։ Նկարահանում են տարածում եւ ընդ որում տարածում են Նիկոլ Փաշինյանի բոլոր կայքերը։ Ուրիշ ոչ մեկը չի տարածում, իրենք են տարածում։ Իբր թե դիմակավորված արցախցիները սպառնում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր ժողովուրդ։ Այդ արցախցիները գնացել են Մոսկվա, որովհետեւ գիտեն, չէ՞ որ Եվրոպայի Մոսկվայի դեմ է, եւ Նիկոլը եթե վաղը արյուն թափի ժողովրդի ասել են Մոսկվան է մեղավոր։ Եվ ֆրանսերեն տիտրերով են արել այդ ձայնագրությունը, որպեսզի եվրոպացիները կարողանան կարդալ։ Ապուշություն չէ։ Ապուշություն չէ։ Հիշում եք Մանվել Գրիգորյանի Տուշոնկայի պատմությունը, որը ԱԱԾ-ի պատվալում էր նկարահանվել։ Հիշում եք Հերոսի պապիկի, կեղծ պապիկի պատմությունը Երևանի հրապարակում։ Հիշում եք վերադարձած գերու հորքուրը կեղծ, որ այդ գերու հետ ընդհանրապես ոչ մի կապ չուներ։ Հիշում եք այդ բոլորը։ Հիշում եք։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Ղարաբաղի բարբարով խոսողները տաուշյան երկարացված բարբարով են խոսում։ Ղարաբաղում երկարացված հնչյուններ չկա բառի վերջում։ Բայց տեսեք, պարոն Հովհաննիսյան, երեք միջադեպերից մեկի ժամանակ, երբ վաստակաշատ բժշկուհուն Ես ուզում եի անդրադառնալ, հա։ Այսպես, հա, բղավոցի ժամանակ նախ ով ես, որտեղից ես, ով ես դու, նախ հետո նախ բժշկուհին արցախցի չի։ Այո։ Գիտությունների տեխնացու գինեկոլոգ ծնված մեծացած Երևանում, որի եղբայրը պարզապես Արցախում Բարսաշյան սպա է եղել, անհետ կորել է, բուժծառայության պետ, փոխգնդապետ, անհետ կորել է։ Եվ ինչ էր ասում բժշկուհին եւ ինչ է պատասխանում Նիկոլ Փաշինյանը։
ծնողների ծնունդը տեսել բժշկուհին, երբ խոսում է այն մասին, որ դու հանձնել ես իմ հայրենիքը եւ հանձնում ես նորից մեր հայրենիքը, եւ բղավում եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ, հետո լրագրողների զրույցում եւս մեկ անգամ վերահսկում, այո, սպառնում եմ, սատկացնելու եմ։ Եվ գիտես ինչ կա, խուլիգանության եւ սպառնալիքների ընտրության ժամանակ սպառնալիքների համար մարդ են կալանավորում, ընդհանրապես մարդը, օրինակ համար այսօր ես անցել եմ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի այդ բանի, տեսել եմ բազմաթիվ մարդիկ ուղղակի թքում են Նիկոլ Փաշինյանը, քանի որ դատախազը հայտարարել է, որ թքելը քրեարեն պատժելի արարք չէ, թքում են Նիկոլ Փաշինյանի նկարի վրա, հա, մարդը գնացել է, պատրել է քարոզչական վահանակը եւ տարել են ու սպանել են։ Բարձրապես տարել ու սպանել են։ Մարդը Նիկոլին կանգնած հարց է տալիս, ասում է դու դավաճանել ես, իմ հայրենիքը հանձնել ես, դա անվանում են խուլիգանություն։ Հասկանում ես, բայց երբ Նիկոլ Փաշինյանը սպառնում է, դա խուլիգանություն չէ։ Դանիել Իոնիսյան, իրազեկ քաղաքացիական կազմակերպության ՀԿ-ն ես, ինչու արձագանք չես տալիս։ Բայց ճիշտ բան ասացիր, որ այդ դիմակավորված նկարները դա բան է, fake է, դա իրական չէ։ Բարձրապես Նիկոլի ստեղծած fake-ն է։ Հիմա այս անդրադառնամ այդ կնոջը, այդ կինը բարձրապես ասեց այն, ինչ հայ ժողովրդի 90%-ն է մտածում։ Այն զոմբիացած նիկոլական մասսային երբ հանում ես, 90%-ն է ասում։ 90%-ը։ Նույն հարցն է տալիս։ Եվ ինչ է պատասխանում, ասում է, քանի անհետ կորած ունենք, չգիտի Նիկոլ Փաշինյանը, քանի զոհ ունենք, չգիտի Նիկոլ Փաշինյանը, անցել է 6 տարի պատերազմից։ Իմիջիալոց ասեմ, մինչև այսօր 110 մասունք ճանաչված չէ, իդենտիֆիկացված չէ եւ թաղված չէ սառնարաններում է։ Սառնարանում է 110 մասունք։ Նիկոլի ողբերգություն եւ համարձակում է կնոջ, ինչու է դու ով ես որ կզացնես։ Դու իրավական համակարգ ես, դու դատավոր ես, դատախազ ես, ներքին գործերի նախարար ես որ կզացնես, դու ով ես, դու ինքդ կզած ոչնչություն ես։ Դու ում պետք է կզացնես, այդ տականք։ Դու ում պետք է կզացնես։ Սերժ Սարգսյանի, որ բանակ է ստեղծել, երկիր է ստեղծել, Ռոբերտ Քոչարյանի, որ բանակ է ստեղծել, երկիր, հաղթանակ, Սամվել Կարապետյանին, ով հասկանում ես դարձել է Forbes-ի ամենահեղինակավոր միլիարդատերերից մեկը, ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն ունի։ Դու Գայիկ Ծառուկյանին ես կզացնելու այդ տականք։ Այն մարդը, ով կոպեկ միլիոններ է ստեղծել, իր աշխատանքով, իր քրտինքով, ով ընտիր ընտանիք ունի, հարգարժան ընտանիք ունի, ազնվական կին ունի, դու ինչ ունես։ Կասկածելի երեխաներ ու կասկածելի կին, եւ դու կզացնելու ես տականք։ Այո, դու կզացնել ես հայ ժողովրդին։ Թուրքի առաջ ես կզացնել, դա քեզ հաջողվեց։ Դու այն աշճանի ես կզացնել այդ տականք, որ Ալիևը հայտարարում է կամ մեկ ամսվա մեջ ընտրություններից հետո կբացես Զանգեզուրի միջանցքը կամ ես այդ հարցը պատերազմով կլուծեմ։ Սա է քո բերած խաղաղությունը, ոչնչություն։ Ալիևը ուղիղ ապրիլի 30-ին է հայտարարել եւ այն քպայական վիժվածք ոչնչությունները, ովքեր ասում են, որ օրակարգում նման հարց չկա, այդ տականքներ, ովքեր ասում են, բանը Սամվել Կարապետյանն է 300,000 բան անում, թիվը ասել։ Ոչ, Ալիևն է ասել ապրիլի 30-ին, որ մենք մեքենաներով են գնալու, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հայրենիք, մերն է Արևմտյան Ադրբեջանը։ Եվ Նիկոլ Ստախոս ոչինչն ասում է, այդ տեսլականը ընդդիմադիրներն են ասում, այդպիսի հարց չի քննարկում։ Տականք Ալիևը 26 անգամ հայտարարել է այդ մասին, 26 անգամ, տարբեր միջազգային եւ ներքին աուդիտորիայի առաջ հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերաբնակեցվեն Հայաստանում։ Դա Ալիևն է ասել, 26 անգամ։ Ինչու սահմանադրությունից չես փոխում։ Մարդիկ հարց են տալիս սահմանադրության փոխելու համար, կանոնավորում են մարդկանց։
Արդեն Նիկոլին տեսնելն անգամ բանան, ավտոբուսներով տանում են մարդկանց իջացնում են այստեղ այնտեղ, իբր թե Նիկոլն եկավ, սա հավաքվեցին, սուտ է։ Ես Էրեբունում իմ աչքով եմ տեսել երկու ավտոբուս լակոտ լուկուտ եք բերում լցնում այնտեղ, որպեսզի հետո երբ Նիկոլը գա հավաքվին իբր թե Էրեբուն, ոչ մի երեք հատ կնոջ թևից բռնած բերեցի, որ փող էին տվել, որ Նիկոլին ասեն ապլիկ այլ նկարվենք։ 2-3 հոգի։ Էրեբունում 300,000 մարդ է ապրում, 30 մարդ չէր դուրս եկել Նիկոլին դիմավորին, հետո տեսա, որ թքում են երեսին ամեն ինչ ասում են, հետ փախավ ինքը, թողեց Ավինյանի վրա։ Դու այնքան ես ոչնչացված, որ դպրոցները փակում ես, որ դպրոցական երեխաները ֆոն ստեղծեն։ Ես կանգնած նայում եմ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընդամենը 100 մարդ է, երեկոյան նայում եմ Նիկոլ Փաշինյանի գցած կադրը եւ տեսնում եմ ամբողջ հրապարակը լիքն է, այսինքն այնտեղ որտեղ ես կանգնած եմ եղել, կողքս դատարկ է եղել, այնտեղ լիքը մարդ է, բայց ուզում եմ դեմքեր ճանաչեմ, ոչ մեկի դեմք չկա, ֆոտոշոպ է արված։ Ուրիշ միտինգից այդ հատվածը կտրված է, տեղադրված է, այդտեղ ֆոտոշոպ է արված։ Հասկանում եք։ Այսինքն երբ դուք ուշադիր նայեք իրենց ֆոտոշոպերը, դեմքեր չեք ճանաչի։ Նիկոլ Փաշինյանին գովում են, վարչապետս հզորս բացում եմ, բոլորը ֆեյք են։ Բոլորը ֆեյք են։ Ղարաբաղյան շարժում չկա, ով այդ բանը բարձրացնի, ինձ այդ գործը բան է ունենալու, խնդիր է ունենալու, Ադրբեջանը ամբողջովին դարձրել է իր քարոզչական մեխը։ Գեցեն Նիկոլը վերտարությամբ։ Ահա Նիկոլի կատարածները։ Խաղաղություն ես ասում, Ալիևն ասում է մեկ ամսում չբացեցիր, պատերազմ եմ անում։ Խաղաղություն ես ասում, Ալիևն ասում է 300,000 մարդ չեկավ, պատերազմ եմ անում։ Ալիևն ասում է հողերը չտվեցիր, ստրատեգիական դիրքերը չտվեցիր, պատերազմ եմ անում։ Դա է քո բերած խաղաղությունը։ Այ ոչնչություն։ Քո նման ոչնչություն էլ այս ժողովրդի գլխին բերած խաղաղություն տա։ Եվ ինչ որ մեկ եթե հավատում է, նա մարդ լինել չի կարող։ Նիկոլին հավատացողը չի կարող ասուն լինել, նա պետք է լինի անասունից ավելի ցածր, որովհետև անասունների մեջ կա ինքնափրկության բնազդ։ Ինքնափրկության բնազդ գոյություն ունի։ Թշնամուն հոտը զգալու բնազդ գոյություն ունի անասունի մեջ։ Այս ժողովրդի մեջ դա էլ արդեն չկավ նիկոլականների մեջ։ Դուք հասկանում եք Նիկոլին չէ նախապատրաստում։ Դու կարծում եք հենց այնպես է այդ բանը ֆեյք կադրերը իբր թե իրենք սպառնում են, ոչ։ Նա վաղը ինձ որ ցանկացած, գիտեք քանի մարդ էին զանգում, օրական հանդիպման է հրավիրում, ես չեմ գնում։ Թող ներեն նրանք ովքեր ազնիվ նպատակներով են անում, բայց ես գիտեմ որ դրանց մեջ կան նաև նիկոլական ծախուներ, ովքեր ուզում են ինչ-որ մի բան սարքեն։ Տես ուղիղ տեքստով եմ ասում։ Ովքեր ազնիվ են զանգում, ներող եղեք։ Որ չեմ հանդիպում ձեզ, չեմ պատասխանում ձեզ զանգերին։ Որովհետև գիտեմ, որ հիմա ամեն ինչի ընդունակ է այդ ստոր գարշանքը։ Այսօր Լաչինի միջանցք ազատագրած հերոսը բանտում է Աշոտ Երկաթը։ Ինչ սպասես այդ ոչնչությունից։ Իսկ դանակահարությունից բանակից հանված Պապիկյանը այսօր պաշտպանության նախարար է։ Հայ ժողովրդի եւ հայ ժողովրդի նկատմամբ ուղիղ բան։ Նիկոլ, դու ես սատկացնել բառը ընդհանրապես սպառնալիք է։ Բռնության կոչ է։ Ինչու քրեական գործ չեք հարուցում։ Սատկացնել բառի համար Նիկոլ Փաշինյան սատկացնելու իրավաբանն պրոֆեսորին դուք քրեական գործ եք հարուցել։ Սատկացնել բառի համար, եթե չեմ սխալվում, Գևորգ Պետրոսյանի նկատմամբ։ Ինչու Նիկոլի համար քրեական գործ չեք հարուցում։ Ինչու չեք հարուցում, բռնության կոչ է։ Կզածը, սատկածը սպառնում է։ Համբալ է ասում հերոսներին։ Սա է վիճակը։ Եվ այսօր Վարդան Ղուկասյան մի հանճարեղ բան ասեց, ճիշտ բան ասեց, դոգը։ Ասեց ես Նիկոլ Փաշինյան քեզ բաց եմ թողնելու ժողովրդի մեջ։ Ինչ կանի ժողովուրդը, դրա տերը դու ես։ Ճիշտ է ասել։
Այբ դու իշխանություն չունեցար, սերնդես սերունդ, քպայական ոհմակիդ հետ միասին, ստախոս այդ ոհմակիդ հետ, ես ուզում եմ անդրադառնալ այդ տականքներին, ովքեր ասում են 300 ադրբեջանցիներ սուտ է, այդպիսի բան չկա, տականք Ալիևի 26 անգամ հայտարարությունները դուք լսել եք, իսկ ասեք Ալիևի մի հայտարարություն, որ դուք չեք կատարել, մեկը, ժողովուրդ ոտքի կանգնեք, ընդհանրապես գոնության և զգուշության կոչ եմ անում, որովհետև այդ տականքը մաքսիմում պետք է ընդդիմադիրներին բանտ նստեցնի, իհարկե այդ քրեական գործերը ջրվելու են հետո, բայց զգուշ եղեք, այս տականքին տեսնելուց ընդամենը թքեք, թքելը, ինչպես ասել է դատախազը, քրեորեն պատժելի արարք չէ, ես դա հատուկ ձայնագրել եմ պահում եմ, որպեսզի երբ որևէ հարց լինի, ես օգնեմ մարդկանց։ Եվ ես կոչ եմ անում ժողովուրդ, նա տալու է Տիգրանաշենը, նա տալու է բոլոր հայկական հողերը, նա Տաուշից 300 հեկտար միայն փող է տվել, նա Մեղրից 1500 հեկտար, 1500 քառակուսի կիլոմետր հող է տալու Թուրքին։ Այն ագարակցիները, որ ծափահարեցին Նիկոլին, մեղրեցիները ծափահարեցին, մեղրին ինքը ճիշտ ասեց։ Ես բացում եմ թուրքական մամուլը ուղիղ գրում է, որ ընտրություններից հետո 1500 քառակուսի կիլոմետր տալու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ թրիպի ուղիղ կոչեցյալը դա թուրքական կապիտալ է։ Թուրքական կապիտալ է։ Թուրքերն են վարձելու այդ զինվորներին։ Առաջի էտապում դրանք անգլո-սաքսոնական տղաներն են, երկրորդ էտապում Թուրքիայի տղաներն են եղնելու։ Թուրքիայի։ Եվ Նիկոլը ասաց և մեղրեցիներից ծապ տվեցին, ես մեկ գնալու եմ այդ մեղրեցիներին, ովքեր ծապ են տվել, դնեմ ասեմ լսեցիք ինչ ասեց։ Երբ ասեց, չգիտեմ ով, երբ է տալու մեղրին, բայց տալու են մեղրին։ Եվ նրանք ծապ էին տալիս։ Հասկանում իհարկե գիտեք ինչ կա։ Նիկոլականների մեջ կան ծապ տվողներ, որոնք ծապ են տալիս, նիկոլականների մեջ կան Նիկոլ Վարչապետ գոռացողներ, դրանք ֆոն ստեղծողներն են, դրանք մարդիկ չեն, ծապ են տալիս, դրանք մեխանիկորեն ծապ են տալիս, որովհետև շատերը Նիկոլի ղժղժոցի իմաստը չեն հասկանում։ Եվ եթե մեղրից մի հատ ձայն ունեցավ Նիկոլը, այդ մի ձայնը մեղրին հանձնող ձայն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունից Նիկոլը մեկ ձայն հավաքեց, այդ մեկ ձայնը Հայաստանը հանձնող ձայնն է։ Եթե Երևանից մեկ ձայն տվող եղավ 100,000 ադրբեջանցիներին բերող ձայնն է դա, ձեր ապագա աղջիկների բռլաբարող խուժանի ձայնն է դա։ Ձեր հայրենիքը կործանող ձայն է, սահմանադրությունը փոխող ձայն է դա։ Յուրաքանչյուր ձայն, որ տրվում է համբալ, կզած, սատկելու արժանի Նիկոլին, այդ ձայնը Թուրքին տրված ձայն է։ Թուրքին տրված ձայն է։ Եվ ասեմ, Ղարաբաղցիները չեն փախել։ Ղարաբաղցիները կռվել են։ Պարզապես պետությունը Նիկոլի գլխավորությամբ դավաճանել է, փախել է, վախից պատսպարվել է կզարանում։ Հասկացաք։ Ամփոփելով իմ խոսքը ասում եմ, ժողովուրդ ոտքի կանգնիր։ Ոտքի կանգնի ժողովուրդ, փրկիր քո հայրենիքը։ Ոտքի կանգնի ժողովուրդ, փրկիր քո հայրենիքը։ Դուք երեք տեսաք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ադեկվատ չէ, այլ նաև հայերին ատում է, Հայաստանն ատում է, նրա համար իր աթոռը պահելն է գերխնդիրը, որովհետև աթոռը պահելով ապահովում է իր գոյությունը։